Ողջույն բոլոր ազնիվ հայրենասեր հայերին և երկրագնդի ազնիվ մարդկանց։ Այսօր մենք անդրադառնալու ենք նաև երկրագնդին վերաբերող պրոբլեմին։ Այդ պատճառով ողջունում եմ նաև երկրագնդի բոլոր ազնիվ մարդկանց։ Հարգելի հայրենակիցներ, իր ժամանակին Նոյը փրկեց մարդկությանը, նրանց տարավ Արարատ լեռին, ժամանակավոր բնակեցրեց համաշխարհային ջրհեղեղից հետո։ Այս նկարում երևում է, թե ինչպես են Նոյի ղեկավարությամբ մարդիկ Արարատ լեռից իջնում են ներքև։ Այժմ հայ ժողովուրդը և երկրագնդի մարդիկ ընկել են ճահիճի մեջ։ Հայ ժողովուրդը ընկավ ճահիճի մեջ քպականների պատճառով։ Այո, հայ ժողովուրդը այժմ գտնվում է ճահիճի մեջ։ Երկրագունդն էլ գտնվում է, երկրագնդի մարդիկ էլ գտնվում են ճահիճի մեջ նախագահ Տրամպի պատճառով, որը հանդիսանալով երկրագնդի ամենահզոր երկրի ղեկավարը չի կարողանում կարգ ու կանոն հաստատել երկրագնդի վրա։ Ինչպես տեսնում եք, պետք է ինչ-որ մեկը, պետք է նոր Նոյ, որ փրկի մարդկությանը, այդ թվում հայ ժողովրդին, որը քպականների պատճառով գտնում է, ընկել է ճահիճի մեջ 8 տարի չի կարողանում դուրս գալ այդ ճահիճից։ Այնպես որ 21-րդ դարի Նոյը հանդիսանում եմ ես։ Ես կար ժամկետում հայ ժողովրդին այս ճահիճային դրությունից դուրս կբերեմ, եթե Նիկոլը անմիջապես իշխանությունը հանձնի ինձ։ Ես եմ հայ ժողովրդի փրկությունը։ Ես եմ երկրագնդի ազնիվ մարդկանց փրկությունը։ Քանի որ ես Հայաստանը դարձել եմ երկրագնդի ամենահզոր երկիրը, այս մտքերը ես հասկանում եմ, շատ են համարձակ, հեքիաթային, բայց բոլոր հեքիաթները իրականություն են դառնում ինչ-որ մի օր։ Դա մեր ապրած կյանքն է ցույց տալիս։ Վերջին 50 տարվա մեջ մենք այնքան հեքիաթներ ենք տեսել, այնքան հրաշքներ, որ իրականություն են դարձել։ Այս մի պոտենցիալ հրաշքն ես կարող եմ իրականություն դարձնել։ Այո, միայն ես կարող եմ հայ ժողովրդին այս ճահիճային դրությունից դուրս բերել։ Միայն ես կարող եմ երկրագնդի վրա կարգ ու կանոն հաստատել։ Այդ պատճառով ես ասում եմ, որ Հայաստանը պետք է դառնա երկրագնդի ամենահզոր երկիրը, որը ես կարող եմ իրականություն դարձնել։ Դատարկաբանները, ճիվաղները, ծույլերը, անբաները թող հանկարծ չփորձեն ինձ ծաղրել, ասում եմ, խիստ կպատժվեն Աստծո կողմից, ինձ մի բարկացեք։ Թե չէ Աստված իրոք դատավոր կդառնա։ Եթե ինքներդ ոչ մի բան չեք արել ձեր կյանքի ընթացքում, մի կասկածեք նաև այն մարդկանց վրա, ովքեր ամբողջ կյանքում աշխատել են, ստեղծել են, կառուցել են, արտադրել են, պայքարել են հայրենիքի հզորության համար։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, պահանջեք Նիկոլից, Նիկոլ, ես քեզանից պահանջում եմ կրկին, իշխանությունը հանձնել ինձ, ես քո փրկությունն եմ։ Կգա մեկը, որը այս բոլորի համար ձեզանից հաշիվ կպահանջի։ Եթե իհարկե ժողովուրդը մինչև այդ հաշվեհարդար չտեսնի ձեր հետ։ Ես կար ժամկետում այնքան լավ բաներ կանեմ, որ ժողովուրդը ձեր մասին կմոռանա։ Մեկ ամսվա ընթացքում այնքան բաներ կանեմ, ժողովուրդը կզարմանա, թե ինչ կատարվեց այդ կար ժամկետում իրենց կյանքում։ Չեմ ցանկանում երկարացնել այս ելույթը։ Հարգելի հայրենակիցներ, իրոք ես ցանկանում եմ ձեզ գերհզոր, ամենահզոր երկիր դարձած դրախտային Հայաստան։ Աստված թող օգնի հայ ժողովրդին, Աստված թող օգնի նաև ինձ, իմ բոլոր այս աստվածային ցանկությունները իրականացնելու համար։ Կրկնում եմ, այդ ցանկությունները աստվածային են,
որտեղ ես էլ ձերպես հասարակ մարդ եմ, պարզապես ձեզանից ազնիվ եմ, մարդասեր եմ, խաղաղասեր եմ եւ իհարկե շատ հայրենասեր, ձեր բոլորից էլ շատ հայրենասեր։ Միայն Աստծո թող այդ հնարավորությունը տրվի ինձ, այս իշխանությունը տրվի ինձ Հայաստանում, այդ կտեսնեք ես ինչքան հայրենասեր եմ։ Ես իմ ամբողջ շքեղությամբ ծառայում եմ ու ծառայելու եմ իմ հայրենիքին, ի տարբերություն ձեզ։ Չեմ մտածում միլիարդներ դիզել ուղարկել շվեյցարական հաշիվներ, ամերիկյան հաշիվներ։ Ես կուշտ եմ։ Ես թե ամեն տեսակետից կուշտ եմ։ Հոգեպես էլ երկրագնդի ամենահարուստ մարդն եմ։ Այնպես որ պահանջեք Նիկոլից, որ նա իշխանությունը հանձնի ինձ, ասում եմ, կտեսնեք, կրկնում եմ, ինչքան հրաշքներ կկատարվի ձեր կյանքում։ Իսկապես մենք կարճ ժամկետում Հայաստանը կդարձնենք դրախտային ամենահզոր երկիր դարձած երկիր։